Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Գառնիկ Դավթյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ստանալու համար։ Պարոն Դավթյան, ես շատ հարցեր ունեմ եւ շատ կուզենամ անկեղծ զրույց ունենանք։ Նայեք, մենք արդեն 9 օր անցել է, ընտրություններից եւ կարծես սայլը տեղից չի շարժվում։ Սայլը տեղից չի շարժվում, որովհետեւ վերահաշվարկ տեղի ունեցավ, բողոքները, այն խախտումները, հազարավոր խախտումները, որը տեղի էր ունեցել, ներկայացվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար, առ ոչինչ էր այնուամենայնիվ, մարդիկ հաստատեցին եւ վերահաստատեցին նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ իր ձայները ունի եւ այլևս նա վարչապետ է։ Թեև արդեն Նիկոլ Փաշինյանը ընտրություններից անցել էր մի քանի ժամ, գիշերը ժամը 2-ին ինքը իրեն կարգեց արդեն, վարչապետ։ Ինչու նախ այդ գիշեր դուք որևէ քայլեր չձեռնարկեցիք, մեկ, եւ երկրորդ 9 օր անցել է, մենք շատ լավ գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլի բերած մարդն է, մեղմ եմ ասում բերած, որովհետեւ մենք տեսել ենք ազգային ժողովում նա ինչպես է ընտրվել, ինքն իրան դրել է եւ ինքը իրենով ընտրվել է, որովհետեւ ընդդիմությունը, որը կար հիմա ասեմ առ ոչինչ, որովհետև իրենց ձայները որևէ բան չէր կարող այնտեղ լուծել։ Եվ եկել ենք հասել ենք մի իրականություն, որ հիմա սահմանադրական դատարան պիտի դիմեն։ Ես ուզում հասկանամ, այդ ինչ է նշանակում։ Սահմանադրական դատարան, Նիկոլի սահմանադրական դատարան ենք էլի դիմելու, որը գիտենք վստահաբար, որ մերժվելու է անդիմությունը։ Բայց մենք քայլեր են, որ պիտի անենք։ Հիմա ես ուզում հասկանամ մենք քայլեր են, որ պիտի անենք, որ գիտենք պատասխանը, ինչա լինելու, թե մենք պիտի իսկապես այն որ ասում էինք ընտրություններից առաջ սա լինել չլինելու մասին, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, այդ ամբողջը ասում էինք, հիմա ստացվում է, որ այդ ամբողջը դրել ենք մի կողմ, սկսել ենք տուն-տունի խաղալ։ Մի անգամից շատ հարցեր պետք է, հարցերի մասին պետք է խոսենք։ Ես հիմա համբերատար շատ լավ, Արթուր ջան։ Նախ եկեք սկսենք ընտրությունների ընդհանուր գլոբալ process-ից, որպեսզի ձեր հարցերի պատասխանն ավելի հստակ լինի։ Նախ պետք է առաջինը պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը համեմատ 21 թվականի չունի 51 ավել ձայն, 51% այսինքն կամ 50+ ավել ձայն, որովհետև սահմանադրական մեծամասնություն չէ։ Այո, այդ մի քիչ բան է։ Դա, այո, ես ասեմ ձեզ ավելին, փորձենք սա մանր հատվածների բաժանենք, որպեսզի մեզ լսողները, ովքեր նաև մեզ էլ են ձայն տվել ու նաև ոչ միայն մեզ, հասկանան, որ այնպես չի, որ իրենց ներդրումը կամ իրենց այդ օրվա դուրս գալը, որտեղ դա նույնպես բողոքի ակցիա պես մի բան եմ ես համարում ընտրությունները, որ դու դեմ ես մի բանին, քո ձայնով ասում ես ես դեմ եմ։ Ինչի համար շնորհակալ ենք, որ մարդիկ իրենց նեղություն են տվել, եկել են ընտրությունների։ Չուներ այս պայդրությամբ કે չուներ սահմանադրական մեծամասնություն։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ կեղծիքների մասշտաբը եւ կեղծիքների ձևաչափն ու մոտեցումը համեմատ 30 եւ ավել տարվա կառավարման Հայաստանի անունով երբևիցե տեղի չի ունեցել։ Այս իշխանությունները ռեկորդակիր են եւ ամենայն հավանականությամբ իմ մասնագիտությունը նաեւ գիտեք, որ Ադրբեջանի հարցով փորձագետ եմ։ Ես շատ եմ այդ նմանությունը տեսնում։ Իլհամ Ալիևն էլ ընտրություններից առաջ ասում էր, ես այսքան տոկոս ունեմ, ու մոտ այդքան տոկոս հավաքում էր։ Նույն անունը Նիկոլ Փաշինյանը։ Իլհամ Ալիևն ասում էր, որ բոլորին պետք է նստացնեմ ու գործեր կարում այն ընդդիմության, որը որ կարող է ինչ-որ ձև վտանգ ներկայացնել, նույն անունը Նիկոլ Փաշինյանը։ Ռեժիմը նման բան է։ Այո, ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ հիբրիդի պես ձևավորված քաղաքական գիծ կա Ադրբեջանի ղեկավարի ու այսօրվա ոչ բառով Հայաստանի վարչապետի միջև, ու այդ process-ների գեներացումը ընտրությունների շրջանում իր բացասական առումով Հայաստանի վրա ազդելու է։ Այսինքն մարդիկ, եթե այն մարդիկ, ովքեր որ ճնշվելուց, վախենալուց ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին հաշվի չառնելով մի շարք արհավիրքներ, այդ մարդիկ այդ պտուղները քաղելու են, բայց ցավոք սրտի մենք էլ ենք քաղելու այդ պտուղները։ Ճիշտ շեշտեցիք, որ մենք դրսում զրուցում էինք, բայց շատ հետաքրքիր միտք ասեցիք, ինձ դա դուր եկավ, ասեցիք, որ եթե այն մարդով գնացել Նիկոլը ընտրու, հեսա հոսանքի խնդիր ունենալու, պարենի խնդիր ունենալ, ես չեմ ընտրել, չեմ ուզում այդ խնդիր ունենամ, ցավոք սրտի բոլորս մի նավի մեջ ենք։ Եվ այն զարգացումները, որ կան հիմա ընտրություններից հետո, առաջինը մեզ համար կարևոր է, որ արձանագրվի
ընտրախախտումների մասշտաբի դեմ պայքարը իրավական ճանապարհով, որովհետև երբ որ դու պարզապես ոչ մի բան չես անում, փողոց ես դուրս գալիս, ճանապարհներ ես փակում, բայց իրավական գործընթաց չես սկսում, հարցերը հակառակ բևեռից հնչող, բա ինչի sense չէ կարա միգուցե sense լիներ, տուպիկովի սիտուացիա են ստեղծում, այսինքն ստեղծում են քաղաքական այնպեսի դրսի համար առնվազն, հա, անկարելիության առումով, այնպեսի խնդիրներ, որ դու չես ունենում պատասխան։ Հիմա ես ես ընդհատեմ, հետո շարունակենք։ Հիմա պարոն Դավթյան, նայեք, երբ որ ես ուժեղ Հայաստանի պատգամավորի տեխնացուների հրավիրում էի իմ տաղավար, ես բոլորին կարծես մի քանի անգամ այդ հարցը տվել եմ։ Եթե ստացվում է այնպես, որ չենք հաղթում, ինչ ենք անելու, մանդատ վերցնելու ենք, գնանք փողոց ենք գեներացնելու, ինչպես է լինելու, պլան B ունեք թե չունեք, կարծես ձեզ բոլոր ներկայացուցիչները պնդում էին, որ բացարձակ հաղթանակի են գնում։ Այսինքն իրենք երբեք չասեցին, որ պլան B այո ունենք եւ դա գործածելու ենք, բայց հիմա եկեք դրա մասին չխոսանք, մենք գնալու ենք բացարձակ հաղթանակի։ Իրենք ասում էին, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Հիմա ես ձայն եմ տվել եւ ես իմ ձայնը տալու իրավունքով ասում եմ, ես ձայնը տվել եմ, որպեսզի դուք չգնաք ազգային ժողով, չնստեք ազգային ժողովում, չկարգեք Նիկոլին լեգիտիմ վարչապետ, եթե դուք մանդատը վերցնում եք, ընդդիմադիրներից մեկը եթե վերցնում է մանդատ ու գնում է ազգային ժողով, ինչքան էլ որ հիմա ասում ենք Նիկոլը չի ընտրվել, դա վերահաստատելու է մանդատ վերցնելը ազգային ժողովում հայտնվելը մեկ ընդդիմադիրի պատճառով լինելու այնպես որ կարգում եք նրան վարչապետ։ Դա մեկ, երկրորդ մենք մանդատ չենք տվել, որպեսզի ընդդիմությունը գնա Նիկոլի մոտ, Նիկոլի շուրջ, Նիկոլի քովը, էլ ոնց բացատրեմ, հա, որ աշխատի Նիկոլի ընդդիմություն, այո։ Եվ մենք մանդատ չենք տվել, որպեսզի չհաղթենք եւ փոփոխություններ տեղի չունենան։ Տեսեք, դուք անդադ ասում եք 300,000 ադրբեջանցիների ֆլան ֆստան եւ այլն, դա իրական վտանգ է։ Ահա, դա վտանգը մենք գիտենք, որ դա այդպես է, ինչքան էլ իրենք փորձում են մանիպուլացնել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ 300,000 ադրբեջանցիները չեն սпасելու է, որ ընդդիմությունը մանդատ վերցնի, գնա, չգնա, Ալեն Սիմոնյան ասի վերընկեք տեղները, մեկը շիշը վերցնի։ Մենք տեսել ենք, չէ՞, 21-ին ինչա տեղի ունեցել։ Հիմա ավելի վատ է տեղի ունենալու են, ինչ որ լինելու է։ Հատիկ մանդատ վերցնողներին մանդատազրկելու են, եթե մի քիչ ավել խոսեցին, եւ ուղարկելու են բանդ։ Հիմա նորից շատ մեծ ասպեկտ եք հարցրի վերցնում, եկեք բայց մատ պայմանավորվենք։ Սկզբում գոնե մի հարց տվեք, որի պատասխանը լրիվ տա, որ տպավորություն չլինի, ես խուսափում եմ, որովհետև ընդհանուր հարցերը բավական ծավալուն պատասխան պետք է ստանան։ Հարցի վերջի հարցից գամ։ Մենք արդեն ունենք արձանագրված փաստ, որ առաջի ադրբեջանցի Հիկմետ Հաջիևի դեմքով Դիլիջանում զբոսնում էր եւ դա առաջի քաղաքական նախերգանքներ 300,000 ադրբեջանցիներին վերադարձի։ Եթե կուզեք սրա մասին կարող ենք առանցին խոսել, թե ինչպես են պատրաստվում վերադառնալ, մասնագիտական կարծիք կասեմ։ Ինչ վերաբերվում է Նիկոլի համար ընդդիմություն աշխատելուն, մանդատները չվերցնելուն, ես ձեզ անկեղծ ասեմ, ինձ լավ եք ճանաչում, վերջին 8 տարում ես տարբեր շարժումներով պայքարել եմ փողոցում, կալանավորվել եմ, մի խոսքով տարբեր հարցերի միջով անցել եմ, բայց ես համարում եմ, որ այդ թեզերը քաղաքական դաշտ մեկված միտումնավոր են արված տարբեր ուժերի կողմից, որպեսզի մանդատներ չվերցնելը ինքնին դառնա պատվի հարց, այսինքն եթե չես վերցնում, ուրեմն դու լավ տղա ես, բայց եթե վերցնում ես, վատ տղա ես, ու այդ մանիպուլատիվ դաշտը նաև ճնշում գործադրելու նպատակ ունի։ Ինչու եմ սա ասում։ Կարող է չհամաձայնեք, բայց իմ կարծիքը անպայման ասեմ։ Նախ այն, որ եթե մենք չենք հիպոթետիկ, չենք վերցնում մանդատը, եւ մենք եւ Հայաստան դաշինքը, ես իհարկե իրավունք չունեմ դաշինքի անես խոսելու, ուղղակի պայմանական իրավիճակ ենք քննարկում։ Ինչ է հետո լինում։ Մենք լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի իրավունքի հանդեպ սերը ճակերտների մեջ, ու իրանցով անելու են ինչ որ անում։ Այո, այսինքն մենք չենք վերցնում, դուրս ենք գալիս, տպավորություն ստեղծում թե հան ճգնաժամ եղավ, ազգային ժողովը չի աշխատելու, վсё, բրծավ։ Նիկոլը հեսա այլ վարչապետ չի լինելու, բայց ոչ։ Ես ունեմ իմ համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանից հեռու չի ինքը մի սահմանական օրենք ընդունել տա կամ ստիպի սահմանական դատարանի նախագահանը, որտեղ գիտենք այնտեղ ովքեր են, համենայն դեպս մենք հիմա այն փուլում ենք, որ պատկերացնում ենք քալերի հաջորդականությունը։ Դրանից հետո բերեն դցնեն ազգային ժողովը նենց ուժերով, որոնք որ կողմ չեն, ոչ միայն կողմ կլեն 300,000 ադրբեջանցի վերադարձով, այլ նաև կողմ կլեն մարզերի անվանափոխմամբ։ Ես հիմա մենք ճիշտ եք ասում, մենք հիմա երկու քարի արանքում ենք քաղաքական անկարգման առումով, բայց մեր ժողովրդին բացատրելու կարիք կա այդ ամեն ինչը։ Ես ինքս համարում եմ, որ մանդատի թեման քննարկելը ինքնին սխալ է, ինչու՞։
Եթե մենք մանդատ չենք վերցնում, գալիս են մետեղը ուրիշ մարդիկ, այն 350,000, որ մեզ ձայնա տվել, իրանք կոպիտ ասած մնում են անտեր, ինչ առումով։ Վստահ եմ, որ ռեպրեսիաները շարունակվելու են ավելի մեծ չափերի։ Ես վստահ եմ, որ լկտիությունը իշխանությունների անծայրացիր է լինելու, քան 21 թվականին էր։ Նախ որովհետև երրորդ ժամկետ որպես այդպեսին Նիկոլ Փաշինյանը արդեն արխային ընկած վիճակում է լինելու կառավարման, ինչ ուզի թուրը կտրի անի, բայց այդ դրա դեմը պետքա ընդդիմություն, որը կարողանա process-ը ինչ որ ձևով ճնշի։ Չի կարող։ Տեսեք, Արտուր ջան, 21 թվից այսքում մենք տեսնում մենք պետք է մի բան հստակ, մենք պետք է մի հատ հստակ գիծ արձանագրենք։ Մենք արձանագրենք մի հատ հստակ գիծ, որտեղ ես չեմ ուզում որևէ ձևով նվաստացնեմ Հայաստան Դաշինքին կամ թեկուզ մեզ, բայց գործը երևալու է գետնի վրա աշխատանքի արդյունքում։ Հայաստան Դաշինքի օրինակով բերեմ, լրացնեմ նորից։ Ես չեմ ուզում, տեսեք, հիմա դուք փորձում եք Հայաստան Դաշինքի մոտ ապելացնենք, բայց մենք տարբեր քաղաքական ուժ ենք։ Նախորդ ընդդիմությունը, որ 5 տարի զբաղացրեց ժողովրդին։ Այդ ընթացքում Արցախը փաթեթավորված Նիկոլ Փաշինյանը հանձնեց։ Ճիշտ է։ Եվ ընդդիմությունը, ազգային ժողովի ընդդիմությունն էլ, արտախորհրդարանական ընդդիմությունն էլ որևէ բան չկարողացավ անել, փողոցա դուրս եկել, պայքարելա, փորձելա ինչ-որ միջամտություններ եւ այլն, չի ստացվել, ախպեր, չի ստացվել։ Եվ նույնը հիմա է լինելու։ Տեսեք, ես մի բան եմ ուզում համատական սկզբունքով Եվ ասել։ կներեք այդ խարանը, որ Նիկոլի ճակատին է Արցախը հանձնելու, այդ խարանը հավասարապես կիսում է նաև ընդդիմությունը։ Տեսեք, Ովքեր որ ազգային ժողովում են եղել եւ որևէ բանի չեն հասել։ ես իմ տեսակով միշտ ունենում եմ ոչ թե դատարկ հույս, այլ հույս այն առումով, որ Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ լինելու են եւ այդ փոփոխությունները չեն լինելու Նիկոլ Փաշինյանի դեմքով, լինելու են նոր ղեկավարի դեմքով։ Մենք այս պայդրությամբ քաղաքական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում բավական լարված է, կան ընդդիմության հայրենակիցների կողմից հարցեր, իշխանությունը փորձում հավելել ճնշում գործադրի մանդատ չվերցնելով վախերա փորձում տարածի, բայց ես ձեզ իմ անունից երաշխավորում եմ, նաև իմ համար եմ երաշխավորում, որ մի օր եթե գա ու դուք դժգոհ եք ինձնից, ձեր հարցերի պատասխանները այսպես կամերայի դեմ կքննարկենք, բայց ես վստահ եմ ինձ վրա, մեր թիմի վրա, որ մեր գործողությունները չեն լինելու նախորդ տարիների գործողությունների նման եւ մենք էլ անակնկալներ ունենք քաղաքացիական պայմանագրի համար։ Այնպես չի, որ իրենք այսպես թևները քշտած սպասելու են, թե մենք այնտեղ մեր հանդեպ ինչ են անելու։ Իրանք էլ թող պատրաստ լինեն, որ մենք էլ մեր թևերը քշտած ենք այնտեղ մտնելու։ Այսինքն մեր հաստատելու տեսեք, մենք չենք գնում, օրինակ, հա, չենք գնում խորհրդարան, դուրս են գալիս։ Ես վստահ եմ, որ 350,000 ընտրողից շատերը կասեն, որ դուք գիժ չեք, մի քիչ ավելի կոռեկտ եմ արտահայտվում։ Մենք ձեզ մանդատ չենք տվել, որ դուք դες մեզ թողեք անտեր ու դուրս գաք։ Ես խնդիրն էլ կա։ Ես ընդունում եմ ձեր քննադատությունը, որ ինչու ասացիք չհաղթեցիք։ Մենք նաև պետք է հասկանանք, որ անձամբ ես 2 ամիս եղել եմ Գեղարքունիքի մարզում, շփվել եմ տարբեր հայրենակիցների հետ, ես էլ եմ ունեցել ուրիշ պատկեր, բայց ընտրությունների նախորդի 2 օրը եւ ընտրության օրը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը իր սատելիտներով եւ իր համայնքապետերով, գյուղապետակ, մարզպետարանի աշխատողներ, ես դա անձամբ իմ աչքով տեսել եմ։ Ծայրահեղ աստիճանի ուղղորդումներ են արել։ Ծայրահեղ աստիճանի, ասենք այն կարգի, որ կանգնում էին մի հատ գծի այնտեղ, որտեղից միակ ճանապարհներ ընտրատեղամաս գալու գյուղացիների ու աչքերի մեջ էին նայում գյուղացիները, վախ էին տարածում, որ տես ես տեսել եմ հանգարց մի քիչ այն չեղավ, քեզ կզրկեմ սուբսիդիայից, կզրկեմ սերմացուից, քո կովերը որ տանում ես դաշտ տարածածելու, տեից էլ կզրկեմ։ Իրանք գիտեն այդ գյուղի համայնքի հոգեբանությունը։ Վարչական ռեսուրսի կիրառումը այս ընտրությունը Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր մաքսիմալ ինչ վարչական ռեսուրս կարա կիրառի։ Եթե մինչև այդ չէր երևում դա, այս անգամ ավելի հստակ ամեն ինչ երևաց։ Բացի այդ, չասեմ ընտրախախտումների հատվածը։ Մենք այնպես չեմ ուզում այնպես խոսենք, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մաքուր հաղթանակ է տարել, մենք էլ այնքան թույլ ենք, որ չհաղթեցինք։ Ոչ, այդպես չի եղել։ Ես վստահ եմ, որ կրկնակվյարկություններ են եղել, զինվորականների դեպքերը որպես այդպեսին օրինակ, ունենք մի քանի դեպքեր, երբ որ հաստատի ապացույցված, որ Նիկոլի դպիրը մարկանց ուղղորդում ընտրությունների, ունենք արձանագրված դեպք, որ գյուղապետը ներսն ա եղել ընտրատեղամասի, մինչև չենք գնացել, չենք հանել, հետո կանգնել է 50 մետրը պահելու հեռավորության վրա։ Գիտենք դեպք, որ մարզպետն է ներգործություն Մարտունիի քաղաքապետն է գյուղերի այդ նույն ընտրատեղամասի ճանապարհին կանգնել ժամը, այսինքն ահավոր մեծ չափերի ռեպրեսիա եղել հասարակության վրա։ Ես չեմ էլ ասում, որ հա Նիկոլ ունի էլեկտորատը, ես դա չեմ բացառում։ Եթե պայմանականով նայենք, այդ 700 քանի հազարից իմ պատկերացմամբ 200-250 հազար Նիկոլը ձայն ունի մաքուր վերցրած։
Ընդդեղից ես հանում եմ եւ կրկնակրվարկությունը եւ ռեպրեսիվ միջոցով մարկանց ստիպել իրենց ձայն տալու խնդիրը։ Մենք այն հատվածը, որը մեզ ձայն է տվել հաղթանակի համար, ես վստահ եմ, որ 350,000-ը չեն մտածում, որ մենք պետք է մանդատ դնենք։ Այն մարդիկ, ովքեր մտածում են եւ դուք ամենայն հարգանքով։ Ես այդ քննադատությունը ընդունում, փորձում եմ բացատրեմ, թե ինչու պետքա մանդատ այս պայդրությամբ մեր համար կարևորություն չի, բայց եթե վերցնենք, ինչի է պետք վերցնենք, եթե չենք վերցնում, ինչ հետևանքներ դա կարող բերի։ Նայեք, հիմա նորից փոքրիկ լրացում անեմ ու շարունակենք։ Պարոն Դավթյան, նայեք, այս ընթացքում մենք նույնիսկ չկարողացանք ապացուցել, փաստացի ապացուցել, որ եղել են ընտրախախտումներ, եղել են ձեր ասած բոլոր վախի մթնոլորտը, մարդկանց վախեցնելը, տեսեք, իրենք օրինակ ասում են, որ կաշառք են բաժանել, եռագլուխները կաշառք են բաժանել եւ դրա համար իրենք հիմա բանտերում են եւ լինելու են բանտերում։ Տեսեք, Նիկոլը ասում է, որ այն մարդիկ, ովքեր որ կաշառք են տվել, մինչեւ հաջորդ ընտրություն լինելու են բանտում։ Հացին կակա է կասելու եւ այլն եւ այլն։ Այդ մարդը որ ասում է անում է։ Իրա այդ վախեցնելը, այդ իրեն չգիտեմ ինչ ասեմ, հա, Ալիևյան այդ իր ամբողջ քարոզչությունը ինչ որ ասելա, սինխրոն երկուսով իրար հետ հավասարակապես քայլել են առաջ։ Հիմա երբ որ ընդդիմությունը այս ընթացքում չի կարողանում նույնիսկ ապացուցել, փաստացի ապացուցել, որ խախտումներ են եղել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձնապես ընդդիմությանը որևէ բանի տեղ չի դնում եւ ասում է, «Էսա եւ վերջ»։ Մենք հետո ինչ ենք անելու։ Տեսեք, մի հատ կարևոր բան ասեմ։ Ապացուցման ես երկու եղանակ եմ տեսնում։ Մեկը իրավական առումով, իրավական գնահատական տված, որը դատարանն է ու կայանում որպես այդպես, եւ երկրորդ տարբերակը դա քաղաքացիների մոտ տպավորության փաստացի ապացուցելն է, որ ընտրակեղծիքներով է դա տեղի ունեցել։ Ինչի՞ է դա կարևոր։ Դատարանի որոշումը նույնիսկ առ ոչինչ համարեց կենտրոնական։ Այո, ես տեսեք ինչ եմ դա ասում։ Երկու կարևոր այստեղ գիծ կա։ Մեկը հասարակական ընկալելիությունն է, մյուսը իրավական ընկալելիությունն է։ Մենք գիտենք, որ իրավականում խնդիրներով լի process-ներ են դրանք։ Մեկ կմերժեն, մեկ կիսով չափ կբավարարեն հայցեր, այսինքն սա կա։ Բայց այստեղ մեզ համար շատ կարևոր է հասարակության ընկալելիությունը, հասարակությունը, որտեղ տեսեք, շատերը մտածում են, ես իմ շրջապատից դուրս որ զրուցում եմ, այնպես մարդ չկար, որ Նիկոլին ձայն էր տալու, անկեղծ եմ ասում։ Անգամ այն մարդիկ, ովքեր ինձ ընկեր չեն, ուղղակի հերո տենց կապերի միջոցով եմ ճշտել։ Շատերի մոտ հարցում ոնց են ստացվեց, բայց որպեսի մարդկանց մոտ այդ հիասթափությունը, ընտրությունների գնալու մասով ափսոսանք հայտնելը, որ խի գնացի ավելավա չգնայի, ավելի կոտրվի եւ մարդիկ հասկանան, որ ոնց է ընտրությունները տեղի ունեցել։ Մեր կողմից հրապարակվում են այդ տեսանյութերը, որ մարդը իր անհանձն աչքով տեսնի ոնց է Նիկոլի դպիրը մարդկանց ուղղորդում, որ ընտրատ կեղծիքներ իրականացնեն։ Այո, դա էլ կա։ Ես ասեմ ավելին, Արցվանիստ գյուղում իմ միջամտությամբ հերացվել է Նիկոլ Փաշինյանի պաստառը աղբյուր Սերոփի հուշահամալիրի վրայից, որը Սովետ միության ժամանակ կառուցած հին հուշահամալիր բերել էին բետոնի ձյուբերներով ծակել էին այդ Նիկոլ մեծ պաստառն էին կպցրել։ Վիդեոտեսանյութ եմ հրապարակել, լրագրողներին եմ խնդրել, որ տարածեն, վերջը հանել է դա։ Այսինքն ես երբ որ կա փոքր տեղ հաղթանակ, չնայած ես դա հաղթանակել չեմ համարում, բայց դրական շարժ որպես այդպեսին։ Մենք պետքա կապը չկորցնենք մեր քաղաքացիների հետ։ Ինչ ա եղել ժամանակին, երբ որ 21 թվականի ընտրությունները եղել են, կապը հասարակության հետ կորել է անդիմության։ Ես դրանում վստահ եմ։ Եթե անգամ փողոցային պայքարում շատ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել, հիմա կարող են դրա համար քննադատեն, բայց ես անկեղծ եմ խոսում։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել, չի ստացվել։ Չեն բացատրել այն մարդկանց ինչի չի ստացվել, չեն հանդիպել մարդկանց հետ խոսել։ Ես օրինակ այս ընթացքում մեր հանդեպ քննադատություն ունեցող մարդկանց հրավիրել եմ մեր գրասենյակ, փորձել եմ հետները զրուցեմ։ Որոշ մարդկանց հետ պայմանավորել, որտեղ Հայաստանում չեն, տեսակապով զանգեմ, հեռախոսով զանգեմ, ես այդ կապը չեմ կորցնում։ Նաև մեր թիմում էլ շատերը տենց այդ ձևով մարդկանց փորձել են ներկայացնել, բացատրեն process-ը։ Երբ որ կապը կտրվում է, ընդդիմությունը մնում է մենակ խորհրդարանում։ Իսկ դա ամենաոչ ցանկալի, ամենավատ իրավիճակն է։ Մեր նպատակը այն հատվածը, որը մեզ ձայն է տվել, իրանց հետ կապը չկորցնեն, որտեղ իրանք մեր մեջքն են։ Մենք ապրում եթե փողոց դուրս գալու լինի, հաջորդ ընտրություններին գուցե այդ թվականակը չապահովի։ Այո, բացի թվականակը, այն մարդը, որը ստիպված գնացի Նիկոլին ձայն է տվել, մեր երբ որ տեսնի, որ մենք կապը չենք կորցնում մեզ ընտրողների հանդեպ, ընդհակառակը տեր ենք իրանց, փորձում ենք իրանց սոցիալական հարցերը լուծենք։ Գնում ենք տեղում, ասենք ինչ որ միտեղ մեկի հողամասը գյուղապետը օրինակ գողացել է կամ չի տալիս որտեղ վերամշակվում։ Մենք ձայն ենք բարձրացնում իրավապահ մարմիններ ենք դիմում, այդ հարցին լուծում ենք տալիս։ Ինչ որ փոքր տեղ փոքր հաղթանակներ, հա, ես շատ չմահարան process-ների։ Մարդկանց մոտ վստահություն ընդդիմության հանդեպ հիմա շատ անկած։ Մենք փորձելու ենք այդ
ընկալելիության առումով փոփոխություններ անենք, մարկանց մոտ հույս արտնասնենք։ Բայց մարդիկ նույնիսկ զզվում են, որ այդ էկրանը միացնեն եւ ազգային ժողովի նիստերը նայեն, որտեղ եղել է գողփիսո, քաչալշուը, դու նախկին ես, որովհետեւ սա, այսինքն նույնիսկ մանկապարտեզում տենց հարցեր չեն եղել, հա, մազից քաշեն, դու խելոք մնա նստի տեղը, ասենք Ես ընդունում եմ, որ ազգային ժողովի որակական եւ բարոյական հատվածը 2018 թվականից այս կողմ անկում է ապրել, հասել է այնքան ստորին մակարդակի, որ երբևիցե մեր մտքերով դա չէր անցնի։ Ես դա ընդունում եմ։ Մեր կողմից լինելու է հետեւյալը, ես շատ հակագծերը չբացեմ։ Մենք առաջինը մեզ ընտրողներին ենք մեջքին կանգնելու, իրանք մեր մեջքին, մենք իրանց մեջքին։ Երկրորդը մեր ընտրողների հետ լինելու է անմիջական կապ։ Ես հետո հետո կասեմ ինչ ոնց եմ ես պատկերացնում դա ու բացի դրանից մեր process-ները հետագա գործընթացների մասով լինելու են ոչ թե պարզապես քամի բաց թողել եւ էներգիա մարկանց սպառել, ջղայնությունը սպառել մարկանց, այլ մարկանց ջղայնությունը հավաքագրել ու ճիշտ ժամանակի օգտագործել։ Ես միշտ մենք թիմով որ խոսում ենք, ներթիմային գաղտնիք չեմ բացում, պարզապես մի հետաքրքիր դրվագ կար ու շատն են դրա մասին այսօր խոսում հասարակության մեջ։ Այս ընտրությունները շատ նման էր 17 թվականի ընտրությունների ուրեմն հետ, շատ նման էր այն process-ների, որը որ կա 17 թվականին, տեսանք մի տարի հետո ինչ տեղի ունեցավ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չնայած նրան, որ այդքան խոսում էր ձեռ կտրելու մասին, որ մեկի ձերին կպնեմ ձեռս կկտրեմ, կոնտրակեղծիքները ինձ համար անընդունելի են եւ այլն, ինքը անգամ գերազանցեց 30 ավել տարվա կառավարիչների, ովքեր եղել են մեր նախագահները, իրանց ընտրակեղծիքների չափին գերազանցեց մի 4-5 անգամ ավել։ Մեր նպատակը այսօր կապը չկորցնելն է, որ մարդիկ հավատացնում եմ ձեզ, ես մանդատի հետևից ընկնող մարդ չեմ, ինձ հարց տրվել է, ես իմ կարծիքը հայտնել եմ, չեմ մանրանա ու եթե ես դիմում գրեմ հրաժարվեմ իմ մանդատից ու մեր թիմը ամբողջությամբ հրաժարվի, փողոցում ես վստահ եմ շատ մարդիկ ասեն, մենք ձեզ դրա համար չենք տվել, նույն բանը Հայաստան դաշինքներ ասում, որ ես իրանց հետ առանձին խոսում եի, այդ նույն բանը իրանք։ Տեսեք, ես մի բան ասեմ, Հայաստան դաշինքը ունի իր քաղաքական ղեկավարը, Հայաստան դաշինքը իր առանձին քաղաքական թիմ ենք։ Բայց այնուամենայնիվ պատասխանատվությունը ձեր վրա է։ Տեսեք, եթե բացի կոլեկտիվ որոշումից, պատասխանատվությունը կոնկրետ ձեր վրա է։ Անհատական պատասխանատվություն կա եւ կա թիմային պատասխանատվություն։ Օրինակ ես վաղը ձեզ մեղադրելու եմ, որ դուք մանդատ վերցնեք, գնաք ԱԺ։ Տեսեք եւ Աստված ոչ անի, երբ որ ներողություն, Աստված ոչ անի, երբ որ ձեզ ընտրողը այլևս ոչ թե Նիկոլի դեմ կպայքարի, այլ ձեր դեմ կպայքարի։ Տեսեք, ես միշտ բաց եմ, Արտուր ջան, ես միշտ բաց եմ քննադատություններին, կառուցողական քննադատություն։ Եթե անձամբ դու եւ դեմ հարաբերությունները դուքի չի, էլի։ Դու կունենաս հարց ու պատասխան, ես մեծ սիրով այստեղ այդ հարց ու պատասխանին կպատասխանեմ։ Ես ինձ լավ ես ճանաչում 8 տարի եւ ավել, այսինքն մեր գործունեության ոլորտում մենք իրար լավ գիտենք։ Ես այն մարկանցից չեմ, որ խուսափելու եմ պատասխանատվությունից, խուսափելու եմ քննադատությունից, խուսափելու եմ պատասխան տալուց։ Իմ ապրած կյանքը, ինչ որ ապրել եմ ու պետք է ապրեմ, ես միշտ փորձում պարզ ճակատով ապրեմ։ Իմ մոտ կա այդ կարմիր գիծը, որից ես երբեք չեմ անցնի։ Եթե մենք կանենք կամ ես կանեմ այնպիսի գործողություն, որը նվազ կլինի բարոյականությունից, նվազ կլինի քաղաքական ընկալումներից, ես իմ որոշումը կկայացնեմ, բայց ես այս պահին չեմ կարող մեկ կամ օրինակ 2 տարի առաջ նայել, որովհետև իհարկե մարտահրավերները շատ են, կան 300,000 ադրբեջանցիների խնդիր, կա ուրեմն Տիգրանաշենի հանձնման խնդիր, կա մնացած հատվածներում ադրբեջանցիների դիրքերի առաջգալացման խնդիր, որ պետք է դրանց դեմ գործողություններ արվեն։ Որտեղ վաղը եթե դա եղավ, պարոն Դավթյան, մեղադրանքները ընդդիմության վրա են ներդրվում։ Հիմա որ ես ձեզ ասում եմ, որ դուք մանդատ, ես նկատի ունեմ նաև ձեր քաղաքական, հա, միավորը, որովհետև այնպես չի, որ դուք այսօր հիմա այստեղ նստած եք եւ ամբողջ ձեր մանդատ վերցնող պատգամավորների պատասխանատվությունը կոնկրետ ձեր վրա է։ Մենք թիմ ենք, գիտեք, ես նույնիսկ նախորդների օրինակ ինչու եմ բերում, որովհետև այնտեղ էլ չգիտեին, հա, օրինակ Գեգամ Նազարյան։ Ես մի բան հստակեցնեմ, մենք թիմ ենք, մենք յուրաքանչյուրս մեր արածի համար առաջինը առանձին ենք պատասխանատու, երկրորդը թիմային։ Ես իմ համոզմունքն ունեմ մեր թիմի մասով, որը փոփոխական չի եղել այս ամիսների ընթացքում։ Մենք մեր թիմով ունենք ձևավորված կուր մթնոլորտ, ունենք պատկերացումներ եւ գործողությունների ընդհանուր գիծ, որը որ չի շեղվում մեկը մյուսի հետ։ Այո, դժվար է լինելու, այո, դժվար լինելու մարդկանց հետ
ազգային ժողովում բանավիճել այն մարդկանց հետ, ովքեր բարոյական գծեր չունեն, բայց մենք դրանից չենք խուսափում։ Ես անձամբ ինձ փորձելու եմ ինձ ձայն տվողին կամ մեր քաղաքական թիմին ձայն տվողի մոտ տպավորություն չստեղծեմ, որ մենք հերթական ընդդիմությունն ենք կամ Նիկոլի մոտ աշխատող ընդդիմությունն ենք, որը որ մարդկանց մոտ շատերի մոտ կա այդ կարծիքը։ Չնայած ես դա համարում եմ կեղծ քաղաքական օրակարգ ընդդիմությանը նվաստացնելու եւ ընդդիմության որակը գցելու համար, որպեսզի Նիկոլը հավերժ մնա վարչապետ։ Ինչի օրինակ ավելի հեշտ է քննադատել, գիտեք, այսպես էլ ասեմ, մեղադրական չի, բայց սա էլ եմ ես կարծիք համարում, ավելի հեշտ է քննադատել ընդդիմությանը, որովհետեւ ընդդիմությունը չունի լծակներ քննադատողներին բանտարկելու, քան իշխանությանը։ Սա էլ կա։ Մարդկանց մոտ իշխանության հանդեպ վախ այնքան չափերի է հասնում, որ վախենում են մի բան ասեն, հա, առանձին դեպքեր կան, քաղաքացիներ հայոյում են իրանց արդար բայց ախր հույսը ընդդիմությունն է։ Այո, ճիշտ եք ասում։ Ես հիմա ոնց որ դրան եմ գալիս։ Այո։ Ես դրան եմ գալիս։ Մեղադրանքը մեր հանդեպ շատ է, որովհետև մեզնից ակնկալիքներ, բայց պետք է հակառակը լիներ։ Իշխանությունից պետք է ակնկալիք լիներ, որ ասեին լավ, դե իշխանությունը վատ է կառավարում, գնացեք, բայց հակառակն է։ Մեր մոտ այդ քաղաքական մթնոլորտը ընկալություն Հայաստանում հակառակն է աշխատում։ Հիմա ես մի հատ ուրիշ բան էլ ասեմ, բարձրացեմ, նայեք։ Նիկոլը ազնիվ է խաղում, ճակերտավոր ազնիվ։ Այս ընտրություններում ասում է, չէ, ինչ եմ անելու։ Հերթականությամբ մարդը ասում է ինչ եմ անելու եւ անում է այդ մարդը ինչ որ ասում է։ Ընդդիմությունից մենք այլևս ինչու եմ ես մեկ-մեկ ասում, որ չէ, նոր հիմա էլ ասացի, որ ընդդիմությունը վախենան, որ այն մարդիկ ովքեր որ ձայնատվել ընդդիմությանը այլևս Նիկոլին չի Նիկոլի դեմ պայքարելու, սկսելու ընդդիմության դեմ պայքարել։ Ինչու եմ ես դրանից վախենում, որովհետեւ այդ բանը, երբ որ Նիկոլը հայտարարում է եւ անում է, ստացվում է, որ մենք ոչինչ էլ չենք կարողանում անել Նիկոլի դեմ։ Եվ որոշում ենք, որ այո, մենք ձայն ենք տվել, որ պիտի լինեն փոփոխություններ, իշխանափոխություն պիտի լինի, եւ չի ստացվել։ Հիմա դուք էլ, հա, ես լավ հասկանում եմ, որ երկու քարի արանքն եք, ոչ ելնեք ձեզ, որ այդ մանդատը վերցնելու եք ու գնալու եք այնտեղ։ Ես ոչ աշխատավարձ, ոչ պարգևավճար, ես դրա մասին չեմ խոսում, բացարձակապես չեմ խոսում։ Ես հասկանում եմ ձեր պատասխանատվությունը, ես հասկանում եմ, որ լավ օրեր չեն սպասվում ձեզ։ Ես այդ ամենը լավ հասկանում եմ։ Ես մեկ-մեկ էլ դնում եմ ինձ ձեր տեղը, ես ինչ կանեի։ Ես միանշանակ հայտարարում եմ, որ ես կոնկրետ մանդատը չէի վերցնի, այդ պատասխանատվության տակ չէի մտնի, եթե պետք էր ես օրերով փողոց դուրս կգայի իմ ընտրողի հետ, կփորձեի Նիկոլի դեմ պայքարել։ Ես այդպես տեսեք Արտուր ջան, մենք մի հատ բան ենք մոռանում, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեթոդները, վախի մթնոլորտը, ես եթե մինչև ընտրությունների շրջան ինձ ասում էին վախի մթնոլորտ, ես դա չէի պատկերացնում, անկեղծ, ասում եմ, լավ, ոնց կարան մարդուն իր տան տղամարդուն գյուղապետը վախացնի։ Չէ պատկերացնում, մինչև ոտած չընկավ գյուղերը։ Մինչև ես անձամբ չբախվեցի այդ խնդրի հետ ու լիքը ուրիշ խնդիրներ ա եղել, ասենք մեր իրազեկման ժամանակ ապրիլ ամսին գյուղապետը կանգնում կռիվ էր անում, փորձում էր մարդ ուղարկել մեզ բախում հրահրել քրեական գործ հարուցել։ Լիքը դեպքեր ա Գեղարքունիքի մարզ, պարզապես իրավագիտ մեր գիտակցությունը բարձր է, հասկացել ենք ինչ պետք անել, կանխենք այդ պրոցեսները։ Վախը Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի վախից էլ է շատ։ Ադրբեջանի Իլհամ Ալիևը որպես նախագահ ավելի շատ է սիրում իր ժողովրդին, քան Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ստրուկի պես է վերաբերում իր ժողովրդին։ Այսինքն, ասում է, խափում է, խոստուն է տալիս, չնայած այս ընտրությունները ավելի շատ անկեղծության մասին ինչ պետք են, քան 21 թվականին։ Բայց իր լծակներով, իր սատելիտներով վախացնում է քաղաքացիներին, գյուղացիներին, տարբեր ձևով։ Ես անկեղծ եմ ասում, ոչ մեկին չեմ մեղադրում, ով որ վախեցել է։ Այդ մարդիկ ունեն անձնական իրենց նեղ մտածելակերպն ու ընտանիքը չես կարող դու յուրաքանչյուրին պարտադրես գնա նստի Նիկոլին հեռացնենք։ Դա արդար մոտեցում չի։ Մեր նպատակը որն է, մարդկանց մոտ չթողել վախը բուն դնի, մարդկանց համոզել, խոսել իրենց հետ, տեր կանգնել այդ մարդկանց, որ մարդը ընտրության օրը մյուս ընտրության կամ չգիտենք ինչ կլինի, մի ամսից կամ 6 ամսից մի տարուց հավատացնում եմ, որ իմ պատկերացումները 5 տարի հետո ընտրությունների մասին չեն, ոչ էլ մեր թիմի պատկերացումները, որտեղ մենք ունենք հստակ պատկերացում ինչա սպասվում եւ ոնց պետքա լինի սա։ Խնդիրը ինչումն է, խնդիրը մարդկանց չկտրելն է մեզ։ Հենց որ կտրվանք, հավատացնում եմ, դեռ արդեն պարտված ենք։ Այդ է ուզում է մեր թիմում լինեն ուժեղ գիտնականներ, ուժեղ տնտեսագետներ, դա կապ չի ունենալու, որովհետեւ այսօր ռեսուրսն է հարց լուծում, այսօր մարդու հավատն է հարց լուծում։
Մարկանց երբ որ հիմա մարդիկ շատերը կոտրված են։ Ես էլ անձամբ ինձ համար էլ հաճելի չէ այս ընտրությունների արդյունքները, բայց որովհետև կային շատ ընտրակեղծիքներ, կային շատ process-ներ, որը որ հերրու էր արդար ընտրություններից։ Նիկոլը չհաղթեց որպես այդպեսին։ Նիկոլը չունեցավ 50 ավել պլյուսն, այնտեղ ճիշտ է բանաձևերի գումարվում բավ այնքը ստանում ավել թիվ, բայց փաստացի ինքը չունի այդ աջակցություն, ինչը եւս մեր համար մոտիվացիա է, որ հասկանանք Նիկոլ Փաշինյանը այս մասշտաբի կեղծիքներով անգամ 50 պլյուս չի հավաքել։ Մեր խնդիրը որն է, մարկանց հետ մեր կապը չկորցնել, իսկ այդ կապը կարող է սկզբում մի քիչ ոչ բովանդակալից հնչի կապ ստեղծված է, բայց երբ որ մարդու գյուղացին տեսնում է, որ չնայած ինքը քեզ ձայն չի տվել, որովհետև վախեցել է, բայց դրա մասին չի ասում, բայց դու այդ մարդու կողքն ես կանգնած, ես վստահեցնում եմ, որ հաջորդ անգամ հարց լինի, ինքը վախենել չի նայելու։ Ես ես ասեմ, որ արդեն իսկ մարդիկ կան, որ ձեզնից հեռացել են, ես եթերից հետո ձեզ մի քանի նամակներ ցույց կտամ, ձայնային նամակներ, ում որ այդ քաղաքացիները դիմել են, զանգել են, խոսել են այդ մարդկանց հետ, եւ այդ մարդիկ շատ ոչ բարեհաճ եւ ոչ նույնիսկ ոչ բարեկիրթ ձևով են պատասխանել այդ մարդկանց։ Ասել են ձեր գործը չի, մենք կորոշենք մանդատ կվերցնենք, թե ոչ։ Տեսեք, ես ասեմ, ես խոսում եմ մի քանի հոգու մասին։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ինձ էլ են իմ հանդեպ են հնչել քննադատություններ, եղել են մեկնաբանություններ հրապարակում, դա իրական պրոֆիլներից, ֆեյքերի մասին չի խոսքը։ Ես այդ մարդկանց հետ կապվել եմ, փորձել եմ հրավիրեմ խոսելու իրանց հետ, լսել եմ մարդկանց խոսքը, մենք տեսակետն եմ արել։ Իմ մոտեցումը այդպեսին է, ես գտնում եմ, որ նաև մեր թիմի շատ մարդիկ գտնում են, մեր թիմը ընդհանուր մտածում է, որ կապը չպետք է կորի ընտրողի հետ։ Եթե կան նման դեպքեր, խնդրում եմ ցույց տվեք ինձ էլ է հետաքրքիր ինչ նույնիսկ ինձ խնդրեց, որ ես անձամբ դա փոխանցեմ ձեզ։ Հա, եթե մենք չենք խախտի գաղտնիությունը նամակագրության, չէ, այդ կինը նույնիսկ պրոբլեմ չառաջանա, էլի գիտեք, իրավական հետևանքներ կան, քրեական, դա պետքա պահենք, էլի, որ խնդիր չտա։ Որտեվ այդ կինը ինչու էր նաև նյարդային, որովհետև ասում էր ես իրանց ձայն եմ տվել եւ իմ ամբողջ նպատակը եւ երազանքը չի եղել, որ ուժեղ Հայաստանը, որը նաև կան անհայտ մարդիկ, այնտեղ դեմքերով ինքը չէր ճանաչում որպես քաղաքական գործիչներ եւ այլն, ասեց իմ ամբողջ նպատակը եւ երազանքը չի եղել, որ ես իմ Գերդաստանով, որը նույնիսկ Անգլիայից եկել են հատուկ երկրի փրկության ճակատագրի համար ընտրել են եւ այդ մարդիկ թողեցին գնացին շատ քորու փոշման վիճակում եւ այդ մարդկանց տանկ այդպես գնան իրենք նստեն այնտեղ ԱԺ ու ոչինչ չանեն։ Մեր հայրենակցին ասեմ, որ շնորհակալ եմ ձեզ նեղություն չասեմ, բայց որ այդքան ջանք եք գործադրել մեզ ձայն տալու համար, հոգաչափ շնորհակալ ենք ձեզ դրա համար։ Մենք այս պայդրությամբ հստակ որոշում չունենք մանդատների մասով, քննարկում են այդ հարցերը։ Մեր մոտեցումը հետեւյալումն է, որ մենք փորձենք ձեր ակնկալիքները, իհարկե հաղթանակներ ակնկալիքը որպես վերջնական արդյունք, ձեր ակնկալիքները կամ ձեր բարեկամներ, ովքեր Հայաստանում են ապրում կամ այլ երկրներում, ձեզ մենակ չթողենք ձեր հարցերի մեջ։ Մենք փորձելու ենք ամեն բան անել, որ մարկանց հետ, անգամ այդ կինը, որ մեզնից հիասթափված է, այդ մարդուն հետ խոսել, համոզել, քննադատություն լսել, քննարկել, ընթացքում կապ ստեղծել։ Դեռ վերջնական չի հիասթափությունը, ինքը սպասում է, մանդատ կվերցնեք, չեք վերցնի, տեսեք, մենք գիտենք։ Հիմա պարոն Դացյան, շատ կոնկրետ հարց, ձեր մոտ, ձեր ներսում, ձեր խմբակցության ներսում հիմա քննարկվում է ինչը տալ սահմանադրական դատարան, սպասել սահմանադրական դատարանի որոշումը ընտրախախտումների հետ կապված, թե մանդատ վերցնել, թե չվերցնել, որ փուլում ենք հիմա։ Տեսեք, սահմանադրական դատարանի փուլում ենք մենք, մենք պետք է բողոքարկենք սահմանադրական դատարան, հասկանանք process-ը, բայց նոր ենք բողոքարկել։ Տեսեք, ես անկեղծ ասած մասնագիտությամբ իրավաբան չեմ, ժամկետներին չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ այդ process-ները արդեն ընթացքի մեջ են։ Ուղղակի ուրիշ բան ասեմ։ Երբ որ մենք իրավական դաշտում գիտենալով հանդերձ, որ իրավական դաշտը 100%-անոց արդար չի, գործողություն չենք անում, չենք ապահովագրում մեզ այդ հարթակում, մենք կլինի դա փողոցային պայքար, կլինի դա բողոքի ակցիաներ, կլինի կամ այլ գործողություններ, այդտեղ հիմնավոր քայլեր չենք ունենում։ Այսինքն, երբ որ մենք մեր ոտի տակը չենք ամրացնում, չենք կարողանում դրա վրա հենվել, այսինքն փուչ է լինելու տակը։ Սահմանադրական դատարան դիմելու process-ները դրան են միտված, որ մենք հիմա քննարկվում է միայն դեռ սահմանադրական դատարան դիմելու եւ այսպես ասեմ օրինականորեն առաջ է գնում մի խոսքով։ Այո, մենք գիտենք, Ջանան, որ Նիկոլը չի որոշում կայացնելու, որ ձեր բողոքը առողջ Տեսեք, Արտո ջան, ես նորից ասեմ, եթե մենք չենք արձանագրում իրավական դաշտը, ինչքան էլ որ մենք դրա մասին գիտենք, փաստ թուղթ չենք ունենում կամ պեյջատած ստորագրած թուղթ չենք ունենում, որովհետեւ
արձանագրված է, որ իրանք թքած ունեն օրենքի վրա, կարճ մեկնաբանություն տան, մենք այդ թղթով կամ այդ process-ներով չենք կարողանում հետագա process-ները գեներացնել, չենք կարողանում հետագա գործողությունը արդարացնել ճակերտների մեջ իհարկե։ Սա է հիմնական նպատակը։ Երկրորդ հատվածը, գիտեք, սենց ասեմ, մեր ղեկավար Սամվել Կարապետյանը անձամբ Նարեկ Կարապետյանի հետ զրույցներ են ունեցել, քննարկումներ են ունեցել մանդատ վերցնել չվերցնելու։ Ես անկեղծ եմ ասում, մեր քննարկումները շատ բաց են, չկա մի մարդ, ով ունի կարծիք ու չի կարողանում դա հայտնել ուղիղ բոլորի ներկայությամբ, քննադատություն ասի։ Ես մեր թիմի դա եմ ասում, որ մեր մոտ այդ քննարկումը կա։ Պարզապես այնպես չի, ոչ եկավ փետը խփեց, սա նստեցին տեղերը ոնց որ ԿՊ-ում է։ Ուսապարկերի հավաքածու են։ Մեր մոտ դա չկա, որակական տարբերությունը շատ մեծ է։ Բոլորի մոտ ամբիցիա չկա, մանդատի գել չեն, այսպես ասեմ, ժողովրդական խոսքով։ Բոլորը չեն ձգտում ազգային ժողովի մոտ աթոռ գրկեն նստեն, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ դա շատ մեծ բեռ է, շատ մեծ խնդիր է։ Դա մաքսիմում քաղաքականապես ոտաբոբիկ պիտի լինես, որ մտածես, որ պետքա գնամ այնտեղ, այն իշխանությունը չի էլի, որ այո, դա եմ ասում, լինել գաղափարային պայքար եւ ես ունեմ իմ անձնական համոզմունքը, որ եթե մենք ես մանդատ չվերցնեմ, իմ շրջապատը, ով ինձ ճանաչում է եթերից, ով ինձ գիտի փողոցային պայքարից կամ մնացած այլ շրջաններ տեղերից, ինձ հաստատ հարց են տալու։ Մի մասը չեմ ասում բոլորը։ Խես մանդատը դրել։ Ինչ իրավունքով։ Ես այդտեղ եմ պատի առաջ կանգնած ելնելու։ Ես հասկանում եմ, որ հնարավոր չի բոլորին բավարարել քայլերի գործողություն, որտեղ տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն, բայց պետքա ոսկե միջին լուծում գտնել, ընթացքում ապացուցել, որ դու հերթական process-ների մաս չես դառնալու ու մարդկանց քո դաշտում պահել։ Երբ որ ընդդիմությունը կտրվում է իր էլեկտորատից, ինքը այլ ընդդիմություն չի, ինքը ուղղակի պետքա ընդհանրապես դուրս գա ազգային ժողովից։ Ինձ համար չկան, այսպես ասած, ամբիցիաներ, ոչ պաշտոնի, ոչ ազգային ժողովի падգամավոր, սա կյանքը չեմ նստել երազել ազգային ժողովի падգամավոր դառնամ։ Ինձ վրա էլ, մեր թիմի վրա էլ շատ մեծ բեռ դրած։ Անձնական պատասխանատվության դաշտ կլինի, հայրենիքի հանդեպ պարտքը կլինի, մնացած հարցեր կլինի։ Տեսեք, մենք հիմա ֆիքսված բան ունենք, հա, օրինակ 21 թվականին մենք տեսեք ամենաշատ քանակով падգամավորներ, ովքեր որ անցան ազգային ժողով, ընդդիմադիր հատվածի նկատի ունեմ Հայաստան դաշինքի։ Տեսեք, հիմա 5 տարի հետո իրենց ձայների պակաս լինելը։ Այսպես որ դա սպասում է նաև ձեզ, որպես քանակով շատ Արտո ջան, ամենեն հարգանքով Հայաստան դաշինքի հանդեպ, բայց ես չեմ ուզում։ Ես ինչ եմ օրինակներ անդադ բերում, որովհետև 21-ին էլ եղավ են ինչ որ եղավ, հիմա 5 տարի հետո անցանք Հայաստան դաշինքում էլ ունեմ ծանոթներ, քաղաքական պայքարից, ես ունեմ իրանց հանդեպ անձնական հարգանք, ես չեմ ուզենա մեր թիմը որևէ մի այլ քաղաքական թիմի հետ համեմատվի, որովհետև մեր հենց քաղաքական ղեկավարն էլ, Նարեկ Կարապետյանն էլ լրիվ ուրիշ մարդիկ են, լավ առումով, որակապես հայ մաքուր տեսակ, մարդկանց հետ կարում ես ազատ շփվես, առանց կաշկանդվածություն։ Ես չեմ կասկածում, բայց դա որոնք ազգային ժողովը այդտեղ շատ կարևոր հանգամանք կա։ Տեսեք, այդ սա ասեմ, հա, դա իհարկե պետք է ամիջը գետի վրա տեսնել, սա ինչ եմ շեշտում։ Փոխենք ամփոփել նաև այո։ Ինչ եմ սա շեշտում։ Ես աշխատել եմ շատ տեղերում, ոչ պետական մարմիններում, շատ տեղերում եմ աշխատել։ Երբ որ քո անմիջական ղեկավարը կամ քո ամենամեծ ղեկավարը, այսինքն առաջի դեմքը, քո այդ անմիջական քո այդ կապ չի պահում, այդ ընկերությունը իներտ աշխատում է։ Չունի ծրագիր, մոտիվացիա չկա, պլան չեն տեսնում, բայց անհատական մոտեցումը եւ Նարեկ Կարապետյանի եւ մեր ղեկավար Սամվել Կարապետյանի շատ սպეციფიկ ու յուրահատուկ ձև է արվում, որ մարդու հետ ոչ միայն աշխատելն է հաճելի, այլ նաև կներեք մի քիչ ավելի ժարգոնային բառ կիրառեմ, գործի համար վիզ դնել է պատիվ։ Այսինքն դու ուզում ես փոփոխություն բերես։ Իսկ դա ամենակարևորն է, երբ որ մոտիվացիա չկա թիմի ներսում, այդ թիմը մեռած է, բայց ես վստահեցնում եմ, որ մեր թիմի ներսում շատ մեծ մոտիվացիա կա ու ԿՊ-ն էլ բավական հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Թող իրանց ռիլերով, Facebook-ի ստատուսներով չփորձեն ինչ-որ ձևով ահաբեկման դաշտ ստեղծեն, դա չի աշխատելու պարզապես։ Բայց ասեմ ձեզ, եւ դուք էլ կհամաձայնեք իմ հետ, կարծում եմ, որ Նիկոլը որպես քաղաքական միավոր եւ իշխանություն որպես այդպեսին մաշվել է։ Ուղղակի ընդդիմությունը այս պարագայում պետքա ճիշտ քայլերով, հա, գնա առաջ, որպեսզի կարողանանք այդ մաշվածությունը ուղղակի ուղարկենք իրենց։ Ես հենց ասեմ ու սահմանափակվենք անգամ իրենց ընտրությունների վերջին ամսի 5-ի ցույցը վարչական ռեսուրսի կիրառում, ասեմ, Տերյանով են անցել։
խմբերի մեջ կային մարդիկ, որ գոռում էին Նիկոլ վարչապետ, այնպես բաներ էին ասում, բայց մարդկանց դեմքեր կա, գլուխները կախ էին ասնում։ Այդ մարդիկ թվերը որ գալիս էին, դեմքերը արդեն այո, ու սա է, ասենք, մեր նպատակը, նորից ասեմ, իմ շատ սիրելի հայրենակից, մեզ ձայն տված հայրենակից կամ հայրենակիցներ, մեր նպատակը ձեր կողքին կանգնած լինելն է։ Մենք փորձելու ենք ամեն բան անենք, ձեր հետ կապը չկորի։ Մենք փորձելու ենք կանխենք եւ այնպիսի հաջողության շրջան թեքենք իօգուտ մեզ, որ այս նվաստացման դարաշրջանը, Նիկոլի դարաշրջանը ավարտվի։ Սա է մեր հիմնական նպատակը։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, տարածում գտնի հաղորդումները, որպեսզի ավելի շատ դիտողականություն ունենան, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ